Բարի կեսօր արդեն սիրելի հեռուստադիտող, ինչ սպորտից կրկին տեղափոխվենք արվեստի մեծ ու գեղեցիկ աշխարհ, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախից մինչև Սեսիլ Շամինատ, ֆլեյտայի համար գրված ամենահայտնի ստեղծագործությունները հոկտեմբերի 27-ից 30-ը կհնչեն Երևանի ամենատարբեր եւ առաջատար համերգասրահներում։ Իրադարձությունը, որի շուրջ կհամախմբվեն հայ եւ արտասահմանյան երաժիշտները, հյուրերը, ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն է եւ հենց այս պահին էլ մեր տաղավարում է փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը։ Բարի օր ձեզ Վարդան, շնորհակալ եմ մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Այսօրվանից փաստորեն արդեն իսկ մեկնարկել է փառատոնը եւ վաղվանից էլ կարող ենք գալ եւ ունկնդրել այդքան հաճելի եւ սպասված համերգները։ Այո, հոկտեմբերի 26-ին այսօրվանից սկսվում է օֆիցիալ մեր փառատոնի, այսպես ասած, վարպետաց դասերը եւ վարպետաց դասերի հետ զուգահեռ արդեն 27-ին, 28-ին եւ 29-ին տեղի կունենան մեր փառատոնի համերգները։ 27-ին առիթից օգտվելով նշեմ, որ բացման համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան, իսկ 28-ի եւ 29-ի համերգները կկայանան Արնո Բաբաջանյան համերգասրահում ժամը 19:00 արդեն Կավե Արտ անսամբլի մասնակցությամբ եւ մեր հրաշալի հրավիրված դաշնակահարների Աստղիկ Ղուկասյանի եւ Ելիզավետա Եկատերինա Իվանովայի մասնակցությամբ։ Փաստորեն մենք մի քանի օր շարունակ կարող ենք իսկապես ունկնդիր լինել այդքան հետաքրքիր ու կարևոր համերգներին, վայելել եւ զգալ մեզ ինչու ոչ եվրոպական ամենաերաժշտական քաղաքներից մեկում, օրինակ Վիեննայում, որովհետեւ կարծում եմ Երևանում էլ ինչու ոչ կարող ենք այդ զգացողությունը ապրել եւ վայելել։ Միանշանակ լինելու են, ես հավատացնում եմ, որ լինելու են ֆլեյտայի հրավառության օրեր Հայաստանում, Երևանում, մեր քաղաքամայր Երևանում եւ իրապես դատելով արտիստների համաշխարհային համբավ ունենալը կարող եմ ասել, որ այո, սպասվում են ֆանտաստիկ մեծ 3 համերգներ եւ սիրով հրավիրում եմ մեր հանդիսատեսին ունկնդրելու աշխարհահռչակ ֆլեյտահարների, որոնք հրավիրված են Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Հունաստանից, մենք ունենք ներկայացուցիչներ նաև Վրաստանը ներկայացնող, այսինքն մեր փառատոնին կարելի է ասել ընդհանուր եթե վերցնենք եւ ուսանողությանը, որը գալու է Հայաստան հատուկ վարպետաց դասեր ընդունելու համար, ստանալու համար, դասախոսներ են ներկա լինելու, հա, այդ համաշխարհային վարպետների մասնակցությամբ տեղի ունեցող վարպետաց դասերին թվով 13 երկրներից մենք հյուրեր ենք սպասում եւ 21 քաղաքներից, այո, 21 քաղաքներ ընդգրկված են մեր փառատոնի շրջանակներում եւ իրենք արդեն կարելի ասել մոտ 1-2 օր է ոմանք արդեն Հայաստանում են եւ առիթից օգտվելով նշեմ, որ նույնիսկ մենք շուտ ենք ավելի սկսել մեր վարպետաց դասերը, կարելի ասել հոկտեմբերի 24-ից մենք սկսեցինք վարպետաց դասերը, քանի որ արդեն մեր վարպետաց դասերի քանակը անցնում է 100-ը։ Եկեք թվենք, հա, մի քանիսը գոնե վարպետաց դասերի, ինչ դասեր են, ովքեր են ներկա, ովքեր կարող են ներկա գտնվել։ Ուրեմն վարպետաց դասերը բնականաբար վարելու են Վենսան Լուկան, որը Փարիզի բարձրագույն ազգային կոնսերվատորիայի գլխավոր պրոֆեսորն է, նաև Մարիո Բրունոն Իտալիայից, որը ուրեմն քաղաք Քասելի, գերմանական քաղաք Քասելի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է, դա Զարա Փարվանյանն է, որը հանդիսանում է Մոսկվայի Գնեսիների անվան մասնագիտական երաժշտական դպրոց քոլեջի մասնագետ, հա, ֆլեյտայի մասնագետ, դա Դենիս Լուպաչովը, Մարինյան թատրոնի մենակատար եւ Սանկտ Պետերբուրգի Римский Կորսակովի անվան կոնսերվատորիայի դոցենտ
Երջան Կուշանով, որը ներկայացնում է Ալմաթի սիմֆոնիկ նվագախումբը, Շատ են Նարեկ պրոֆեսիոնալ, Ավագյանը, Հայաստանի երաժիշտներ են։ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար։ Այո, անունները շատ են, թվով 11 ֆլեյտահար մենակատարներ ենք սպասում։ Եվ այստեղ նրանք վարպետաց դասեր են անցկացնում մեր հայ ուսանողների հետ։ Եվ հայ ուսանողների հետ, եւ Մեծ Բրիտանիայից, եւ Բուլղարիայից, Ռուսաստանից, Բելորուսից, մենք ունենք շատ հյուրեր, մոտ նրանց թիվը անցնում է 50-ից արդեն, եւ այո, այդ բոլոր ուսանողները տարբեր երկրներից Հայաստան են ժամանում, որպեսզի կրթվեն, այսպես ասած, մեր ֆլեյտայի փառատոնը նաև զարգացնում է գիտելիքահեն տուրիզմը Հայաստանում։ Այո, իսկապես։ Փառատոնն արդեն երկրորդ տարին է, ինչպես դուք նշեցիք, հրավառություն է կազմակերպում Հայաստանում։ Եկեք նախապատմությունը պատմենք եւ հասկանանք ինչպես ստացվեց, որ այսպիսի փառատոն որոշեցիք կազմակերպել։ Գիտեք, 3 տարի առաջ, մոտավորապես 3 տարի առաջ, մի քիչ գուցե ավելի շատ, ուրեմն համերգ տեղի ունեցավ, ֆլեյտայի համերգ, Ռուսաստանի եւ Հայաստանի աշակերտների, ֆլեյտահարների մասնակցությամբ, որը կազմակերպել էի ես, եւ մենք վերնագիրը դրեցինք ֆլեյտայի կամուրջներ։ Եվ այդ համերգից հետո միտք հղացավ, որ շատ գեղեցիկ անվանում է ֆլեյտայի կամուրջներ, այսինքն կամուրջներ, որը կկապի Հայաստանը, այո, ամբողջ աշխարհի ֆլեյտահարների հետ, եւ այդ գաղափարը սկսեց զարգանալ եւ ստեղծվեց ֆլեյտայի կամուրջներ արդեն միջազգային նախագիծը, որը արդեն մոտ 3 տարի տարբեր համերգների տեսքով, վարպետաց դասերի ցիկլերի տեսքով, արդեն 2 տարի է ամառային դպրոցների տեսքով ֆլեյտայի, բոլորը ֆլեյտայի մասին են։ Ինչ որ ասում եմ, այս ամենը ունենալով որոշեցինք համախմբել այս հրաշալի միջոցառումները, համերգներ, վարպետաց դասեր, ամառային դպրոցներ, կրթական, մոտեցում, այս ամենը որոշեցինք միացնել եւ որպես արդեն մի համահունչ մի պրոյեկտ, որը կոչվում է արդեն ֆլեյտայի Երևանյան միջազգային փառատոն, մատուցել մեր հայաստանյան, կարելի ասել, ֆլեյտահարներին հնարավորություն տալ եւ ինչու՞ չէ նաեւ արդեն ինչպես տեսնում եք նաեւ արտասահմանյան ցանկացողներին, ուսանողներին, որոնք եւս մի առիթ է ստեղծվում Հայաստանում, մենք դարձել ենք եւս մի հարթակ աշխարհի համար, սա թող բարձր չհնչի, բայց իրոք դա փաստերն են խոսում արդեն, որ շատ հետաքրքրված են ամբողջ Եվրոպայից, ամբողջ Ռուսաստանը արդեն հետևում է մեր փառատոնի կարելի ասել պրոմոգովազդներին, այո, եւ շատ ողջևորված են, շատ հետաքրքրված են եւ դա խոսում է նաեւ այն զանգերը, այն նամակները, որը ես ստանում եմ տարբեր մասնագետներից, տարբեր երկրների եւ իրենց այդ հետաքրքիր մասնագետները իրենց ցանկությունն են հայտնում մասնակցելու հաջորդ մեր փառատոններին արդեն եւ կարող եմ փոքրիկ գաղտնիք բացել, որ նույնիսկ արդեն 26 թվականի մեր փառատոնը արդեն ֆիքսված է եւ գրեթե արտիստների կեսը եւս նույնպես արդեն մենք հաստատել ենք։ Այո։ Ես դա էի ուզում հարցնել, եթե ավելի առարկայական խոսենք, թե ինչ կոնկրետ գուցե նոր համագործակցություններ, գուցե հետաքրքիր փորձի փոխանակումներ արդեն այստեղի մեր ուսանողները օրինակ գնան ինչ-որ եվրոպական որևէ երկիր կամ այնտեղից դե գալիս են արդեն փառատոնին մասնակցելու համար, ինչ նոր կապեր ենք ստեղծում այս փառատոնով։ Իհարկե փառատոնի այս 5 օրերի ընթացքում ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի բնականաբար լինելու են ստեղծագործական հանդիպումներ, շփումներ, նույնիսկ էքսկուրսիա է լինելու դա ցանկացողների համար, որտեղ շատ անմիջական շփումներ կարող են լինել
ուսանողների, հա, եւ արդեն մասնագետների, մեր աշխարհահռչակ մասնագետների հետ միասին, հա, նրանք կարող են շփվել, ծանոթանալ ավելի մոտիկից եւ ինչու՞ չէ հետաքրքիր նոր մտահղացումներ, ծրագրեր մշակեն, հա, եւ Եվրոպա գնալու, սովորելու առումով եւ ինչ որ որոշակի եւս մաստեր կլասեր հա ստանալու, ասենք, չգիտեմ, ինչ որ կոնկրետ կամ դա կլինի ճանապարհորդություն դեպի Եվրոպա եւ այնտեղ հանդիպում արդեն այդ մասնագետների հետ եւս մեկ անգամ։ Դա հնարավորությունները իսկապես շատ մեծ են։ Այո, դա միայն ողջունելի կլինի, եթե այդպիսի համագործակցություններ լինեն։ Իհարկե դա է հենց մեր հիմնական, կարելի ասել, ֆունդամենտը այս մտքի, որ կապեր ստեղծվեն, կապերը, որովհետև ամեն զարգացում դա առաջի հերթին կապեր են, ծանոթություններ են, շփումներ են, այդ շփումները բերում են նաև համագործակցությունները բերում են զարգացման, հա, եւ դա միայն խթանելու է վաղվա մեր ավելի հետաքրքիր ու բարձր մակարդակի ֆլեյտային կյանք ունենալ Հայաստանում, որը մեր առաջ մենք այդ խնդիրը դրել ենք։ Քանի որ փառատոնը երկրորդ տարին է ինչ կազմակերպվում է, հետաքրքիր է առաջին անգամ երբ կազմակերպեցիք, հիմա արդեն ինչ փոփոխություններ եք արել, գուցե ինչ որ սխալներ եք անցած անգամ թույլ տվել, ինչ որ բաց թողումներ կային կամ ավելի արդեն փորձառու եք երկրորդ տարին կազմակերպելով, ինչ նորարարություններ եք այս անգամ ներմուծել փառատոնում։ Կարող եմ ասել, որ փառատոնը ընդլայնվել է, հա, անցած տարի մենք ունեինք արտիստներ, ասենք 5 երկրներից, հա, Հայաստանն էլ հետևեց, իսկ այս տարի արդեն մենք մեր աշխարհագրությունը արդեն 13 երկրների 21 քաղաքներից է բաղկացած եւ իհարկե դա բարդացնում է եւ ավելի աշխատանքը ընդհանրապես ընդլայնվել է եւ այդ առումով ես առիթից օգտվելով ուզում եմ նշել մեր կազմակերպիչներին, դա Արնո Բաբաջանյան համերգասրահն է, որը ահռելի աշխատանք է կատարում այս կազմակերպչական աշխատանքներում, մենք միասին ենք եւ շատ մեծ ոգևորությամբ ուզում եմ նշել, որ այս տարի մեզ միացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ եւ եւս մեկ անգամ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Էդվարդ Թոփչյանին իր բարեկամության ձեռքը մեկնելու մեր փառատոնին, որովհետեւ ունենալով փառատոնի այս շրջանակներում, հա, նման բարձրակարգ նվագախմբի ներկայությունը, դա ես կարող եմ վստահաբար ասել, որ եվրոպական շատ ու շատ հայտնի արդեն կայացած վաղուց, հա, մեծ տասնամյակներ ունեցող ընթացող փառատոններ իրենց չեն կարող թույլ տալ այդ ճոխությունը, դա իրոք ճոխություն է, նման դահլիճում եւ նման մակարդակի նվագախմբի հետ ունենալ համագործակցություն եւ այս տարի եւս մեզ, քանի որ իրոք շատ են այդ 100-ից ավել վարպետաց դասերը, մեզ միացել է նաեւ Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջը։ Սա իսկապես նաև մեր ուսանողների համար է շատ հնարավորություն։ Եվ այս գեղեցիկ համագործակցությունը միասին մենք իրոք հասանք նրան, որ այս տարի իրոք եվրոպական բարձր մակարդակի մենք վստահորեն դա կարող ենք նշել, որովհետև ես շատ լավ ծանոթ եմ եվրոպական շուկային փառատոնների, հա, համենայն դեպս ֆլեյտայի փառատոնների, որ սա իրոք լուրջ չափանիշ է, լուրջ նշաձող է, որ մենք արդեն կարող եմ ասել հաղթահարած ենք։ Այո, դա փաստ է։ Քանի որ նշեցիք, որ մասնակիցներից շատերն արդեն իսկ մի քանի օր է ինչ Հայաստանում են, վստահաբար նաև ակտիվ կերպով վերջին փորձերն են ընթանում համերգների, հետաքրքիր է նաև ընթացքն ինչպիսին է եղել փորձերի եւ արդյոք մեր ուսանողները հնարավորություն ունեն նաև փորձերի ներկա գտնվել, կարծում եմ դա իրենց համար եւս հետաքրքիր փորձառություն կլինի։ Ինչ մենք զրուցում ենք, փորձերը ընթանում են։ Հենց այս պահին, այո։ Հենց այս պահին ընթանում են ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին։
Ես կարծում եմ, եթե ցանկացողներ լինեն փորձերը ունկնդրելու, կարծում եմ ոչ մի խնդիր այստեղ ես չեմ տեսնում, հա, մեծ հաճույքով կարող են ներկա գտնվել, առավել եւս երաժիշտները, ֆլեյտահարները, ոչ մի խնդիր չեմ տեսնում այստեղ եւ հրավիրում եմ։ Քանի որ ֆլեյտայի փառատոնը եկեք մի փոքր հենց ֆլեյտայից խոսենք, որովհետև երաժշտական գործիքները գիտենք շատ են, բազմաթիվ են, ինչու հենց ֆլեյտան նաև դուք եւ ձեր կապը ֆլեյտայի միջև կարող ենք նաև այս փոքրիկ նախապատմությունը բացել մեր հեռուստադիտողների համար։ Այո, ես մասնագիտությամբ լինելով ջութակահար, առաջին մասնագիտությամբ, երկրորդ մասնագիտությամբ օպերային ռեժիսոր, այո, ֆլեյտայի հետ առաջի հայացքից թվում է թե կապ չունեմ, բայց մեր տանը երկու հոգի նվագում են ֆլեյտա, կինս եւ դուստրս, եւ ֆլեյտահարները մեծամասնություն են ձեր տանը։ Այո, եւ աղջիկս հանդիսանում է Գնեսիների անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի ՍԱՄ, հա, Մոսկվայի, եւ սովորում է մայրիկի մոտ, դա կինս նույնպես այնտեղ դասավանդում է եւ ներկա է մեր փառատոնին եւ վարպետաց դասերով եւս նրանք մասնակից են լինելու մեր փառատոնին, ովքեր շատերը արդեն նեղ այս մեր բնակավարում, հա, Էլեն Վիրաբյանին, աղջկաս, այո, դստերս, այո, ճանաչում են, քանի որ նա համաշխարհային մակարդակի համաշխարհային մեծ բարձունքների է հասել, չնայած որ 15 տարեկան է, եւ կարող եմ ասել, որ այն խթանը, որը հանդիսացավ այսօրվա արդեն փառատոնը ունենալը, դա առաջի խթանը նաև։ Պաստորեն ձեզ ոգեշնչեց ձեր աղջիկը։ Այո, ոգեշնչեց նրա որակները, այո, եւ նրա կապերը արդեն համաշխարհային ֆլեյտայի բնակավարում, որովհետեւ շատ գեղեցիկ ծանոթություններ են ամեն անգամ ստացվում, երբ որ մենք մեկնում ենք մրցույթների կամ փառատոնների կամ վարպետաց դասերի, հա, եւ այդ միջազգային հրաշալի մասնագետները լսելով նրան մեծ զարմանք են ապրում, թե դու որտեղից ես, քանի տարեկան ես եւ եւս երկրորդ անգամ են զարմանք ապրում, երբ որ տարիքն են իմանում, եւ շատ մեծ պատրաստակամություն են հայտնում, որ ավելի մտերմանան, շփվեն, նորից հանդիպեն եւ այս ամենը տեսնելով ես որոշեցի, որ սա ուղղորդեմ դեպի ինչ որ մի ավելի հետաքրքիր մի ուղի ստեղծենք, որ այդ հրաշալի մասնագետները գան Հայաստան եւ ինչու՞ չէ օգնեն մեր հայ ֆլեյտահարներին, դա էր առաջի նպատակը, բայց այսօր մենք հասել ենք նրան, որ ամբողջ աշխարհից, այո, Լոնդոնից, Սոֆիայից, Նովոսիբիրսկից, Սանտ Պետերբուրգից, Կալինինգրադից գալիս են ուսանողներ, որպեսզի մեր հետ կիսեն այս գեղեցիկ օրերը, այս հրավառությունը ֆլեյտայի մեզ հետ միասին անցկացնեն ու վայելեն այս ճգնախ օրերը։ Մենք իմացանք, թե ինչպես են արձագանքել մեր արտասահմանյան հյուրերը եւ ինչքան ոգևորված են եւ ցանկանում են մասնակցել արդեն հաջորդ տարվա փառատոնին, բայց նաեւ հետաքրքիր է, թե մենք, մեր ուսանողները, մեր համալսարանները, երաժշտական դպրոցները ինչպես են արձագանքել այս փառատոնին եւ նման իսկապես մեծ եւ կարեւոր փորձի փոխանակմանը։ Եթե լինեմ ճշմարիտ, տարբեր են, կան հաստատություններ, որոնք շատ ոգևորված են այս փաստով, կան հաստատություններ, որոնք անտարբեր են ուղղակի, եւ սա ցավալի է։ Ինչու՞։ Չգիտեմ։ Գուցե մենք չունենք դեռ մշակույթ չի ձևավորվել, որ պետք է շատ հաճախել նման միջոցառումների, որովհետև այդ փորձի փոխանակման միջոցով է, որ իրենք կարող են զարգացնել իրենց ունակությունները եւ այսօր առնչվել աշխարհահռչակ նման
մակարդակի բարձրագույն մակարդակի երաժիշտների հետ, ֆլեյտահարների հետ, ունենալով, ճանաչելով, իմանալով, արդեն ծանոթանալով, հա, նոր տրենդներին, հա, ամեն դեպքում մենակ տեխնոլոգիաները չեն զարգանում աշխարհում, զարգանում են մոտեցումները նաև երաժշտական արվեստում, եւ եթե դու հեռու ես այդ զարգացումներից, դու կանգնում ես, հա, նույն տեղում, այո, եւ դոփում ես նույն տեղում, եւ կարելի ասել, այստեղ մենք եւս խնդիր ունենք, ես տեսեք նշում եմ տարբեր երկրներ, հեռավոր երկրներից, հեռավոր քաղաքներից, հա, կտրելով 5-6 կիլոմետր մարդիկ գալիս են մեծ ծախսեր անելով, գալիս են որպեսզի այս օրերը անցկացնեն, շփվեն, ծանոթանան, անցնեն վարպետաց դասեր, տեսնեն, լսեն այդ համերգները, բայց շատ հաստատություններում ցավոք տանը նստած քո քաղաքում իրադարձություն է կատարվում քո մասնագիտության մեջ, բայց դու անտարբեր ես, բայց դա չի նշանակում, որ բոլորն են, դա ուրախալի փաստ է եւ քիչ-քիչ, ինձ թվում է ամեն ինչ քիչ-քիչ։ Փառատոնը աստիճանաբար կբերի նրան, որ բոլորս կսկսենք հետաքրքրված լինել, հատկապես եթե դա մեր մասնագիտությունն է, վստահ եմ պիտի որ ավելի հետաքրքիր լինի։ Միանշանակ, մենք հույսով ենք ապրում, որ իրոք մենք դրան մոտենալու ենք։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր ու բովանդակային զրույցի համար, ձեզ հաջողություն ենք մաղթում եւ այսօր փառատոնի մեկնարկի կապակցությամբ եւ նաեւ արդեն վաղը, երբ կմեկնարկեն համերգային ծրագրերը։ Շնորհակալ եմ։ Ձեզ եւս։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք նաև մեր այսօրվա եթերը, շնորհակալություն հայտնենք նաև մեր գլխավոր գործընկերոջը Արփինետին մեր եթերն ապահովելու համար, ձեզ կիրակի օրվա հաջող շարունակություն, կհանդիպենք։